Թեժանում է մթնոլորտ ազգային ժողովի նիստերի դահլիճում Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի Ուժեղ Հայաստան խմբակցության թեկնածու Արեգա Հովսեփյանի եզրափակիչ ելույթից հետո։ Եվ դուք քաղաքացիական պայմանագրի պատգամավորներ, երբեք ու երբեք չզգաք այն, ինչ որ զգում եմ ես։ Շնորհակալություն, Տիկին Հովսեփյան։ Այստեղ ուղղակի երկու բան էլի նկատառում անեմ ձեր ելույթի հետ կապված, ասում եք։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքի վերաբերյալ նկատառում ունի ՔՊԱ-կան փոխոսնակ Վահագն Ալեքսանյանը։ Ձեր ելույթի մեծ մասը նվիրված էր քաղաքական բռնաճնշումներին։ Բայց այդ որ իրավունքով տեղից փորձում է պարզել նախ Ուժեղ Հայաստան խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյան, ձեզ հայտարարվում է նախազգուշացում։ Հետո Դավիթ Ղազինյանն է զգուշացնում, որ ազգային ժողովի կանոնակարգ օրենքը թույլ չի տալիս փոխոսնակին տեղից կարծիք հայտնել։ Ի պատասխան նախազգուշացումներ է ստանում։ Կիրառվում է կարգապահական տույժ, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում։ Երբ Ղազինյանը պնդում է ասածը, երկրորդ նախազգուշացումն է գալիս, թե պետք է լքի նիստերի դահլիճը ու ներս են հրավիրվում անվտանգության աշխատակիցները։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազինյան։ Դուրս եկեք դահլիճից։ Դուրս եկեք դահլիճից։ Ես խնդրում եմ, որպեսզի անվտանգության աշխատակիցները մոտենան եւ դուրս անեն պատգամավոր Դավիթ Ղազինյանին։ Շատ լավ, իրենք ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալի։ Հարգելի գործընկերներ, ինքը դուրս է գալի, թողեք դուրս գա։ Ի նշան բողոքի այլ ընդդիմադիրներ ճիքեր են գործադրում բացատրելու Վահագն Ալեքսանյանին, որ իր գործողությունները օրինական չեն, սահմանադրական օրենք է խախտում։ Պարոն Մանուկյան, զբաղեցրեք ձեր տեղը։ Ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունները, որպես աջակցություն Դավիթ Ղազինյանին, լքում են նիստերի դահլիճը։ Ինչ եք ասել, որից Ընդհանրապես ասել եմ, սա օրենքով է, ինչ որ դուք հիմա անում եք։ Արեգա Հովսեփյանից հետո այսօր իմիջիալոց երևի 5-րդ, 6-րդ, ընդհանրապես այս երկու շաբաթվա ընթացքում անընդհատ։ Ընդհանրապես հարց եմ տվել, սա ԱԺ կանոնակարգ օրենքով, ասում լռեք։ Ասում չէ, հարց եմ տալի, պատասխանեք, ասում լռեք։ Սարքել են իրենց դուքյանը արդեն իսկական կներեք բառամթերքիս համար։ Հանրապետության Շիրակի մարզպետի խորհրդական։ Ազգային ժողովը բոլոր ազգընտիրների ելույթ ունենալու թիվ 1 ամբիոնն է, ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության տունը կամ ինչ-որ զորանոց, որտեղ հրաման տվողներ ու հրաման կատարողներ են, վրդովում է ընդդիմությունը։ Ես որ գալիս եմ, ոնց որ կազարմ ա գամ։ Ես աշխարհում գիտեք քանի երկրի խորհրդանում եմ եղել։ Եվ որպես պաշտոնյա, եւ որպես զբոսաշրջիկ, Բունդեսթագ մարդիկ գնում են որպես զբոսաշրջիկ։ Բունդեսթագում զինվորական չկա։ Կարգ գոյություն ունի, որ պետական պահպանության ծառայության աշխատակիցները շենքի ներսում ծառայությունը պետք է իրականացնեն քաղաքացիական համաձայն Զինլնայք տեսեք տարածքում որտեղ թե մեզ խմբերով զինվորատես բան ասեք դրա կարիքը որտեղ կա ումից են պաշտպան քանի տեղ են շենքը ստուգում դալիճ մտնելու այս պարլամենտը այսի խոսալու տեղը ոնց որ կազարմ ալնի Ըստ ազգային ժողովի կանոնակարգ օրենքի նիստը վարողի պարտականությունն է ապահովել նիստի բնականոն ընթացքը այլ ոչ թե կարծիք հայտնել ամեն ելույթից հետո նշում են ընդդիմադիրները նկատում Ալեքսանյանի դեպքը առաջինը չէ Գրեթե ամեն խոսացողից հետո իրանց թվում է իրենք պետքա վերևից ինչ որ կոմենտներ անեն, անդրադառնան միջև այդ խոսացողին։ Սա սխալ է, սա հակասում է ԱԺ կանոնակարգին, սա իրավունքը իրանք չունեն ու այս ամեն ինչը դրա վառ ապացույցներ բոլորի աչքի առաջ, երբ որ ի նշան բողոքի խոսում ենք, մի հատ էլ դրա համար նկատողություն հայտնում։ Այնքան իրենք, այսպես ասած, սահմանները կորցրել են, որ պատկերացրեք այսօր անգամ Աննա Գրիգորյանը ելույթի ժամանակ ընդհատեց պատգամավորին ինքը սկսեց խոսալ։ Մարդիկ ովքեր տարիներ շարունակ ասել են Հովիկ Աբրահամյանի տունը, Ապորինի տունը պետք է վայրադարձվի ժողովրդին, տարիների ընթացքում պարզվեց, որ ժողովրդի անունը Նարեկ Նալբանդյանն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ կտրուկ հարստացած Նարեկ Նալբանդյանի մասին Աննա Գրիգորյանի հիշատակումը հանգիստ չի տալիս ՔՊԱ-ականներին։ Այս անգամ ԱԺ կանոնակարգ օրենք է խախտում Հայկ Կոնջորյանը։ Այն տունը, որը դրված էր կալանքի, կալանքը հանվել է, Նարեկ Նալբանդյանը գնել է տունը եւ այդ տան մեջ ապրում է Նարեկ Նալբանդյանը, թող ապրի։ Բայց այստեղ հարցը առաջանում ինչու է Կոնջորյան Հայկը հատկապես հիշում կոռուպցիայի շրջանակներում Հովիկ Աբրահամյանի ու նույնիսկ տունը
Նարեկ Նալբանդյանը ոչ վերցրեց եւ ոչ թե վերադարձված ժողովրդին։ Տիկին Գասպարյան, ես պետական Կարճ նկատառում Տիկին Գրիգորյան 59-ը անշարժույթ են ուզում, խնդրում եմ դա էլ մեկնաբանեք։ Այն 59, ասենք 59-ը մեկը հանեցինք։ Այն 58-ի մասին էլ խնդրում եմ մեկնաբանություններ Ես արեք։ ընդհանրապես նախ վարման մասով, պարոն Կոջորյան, որևէ բան ուզում եք ասել, հետո ասեք, ինչու եք իմ խոսքի ընթացքում ասում։ Վահագն Ալեքսանյանը չի կարծում, թե օրենք է խախտել։ Կանոնակարգով արգելված չի նիստը վարողին որևիցե պահի արտահայտվել։ Ես խնդրում եմ որպես Պնդում է նիստի բնականon ընթացքը ապահովելու համար է դահլիճ հրավիրել ուժայիններին, որովհետև ըստ ԿՊԱ-կանի Ղազինյանն է խախտել կարգը։ Ռեպլիկները կան ընդհատանում, իրենք են հետևաբար, եթե հավասարություն ունեն, կարող են ռեպլիկաներ չեն ստացվում։ Չէ, չի ստացվում։ Չէ, չի ստացվում։ Դե կներեք, որտեվ դա իսկ կներեք, դա իսկ սկզբանե հավասարություն որպես այդպեսին չկա, որտեվ նիստը վարողը մեկն է։ Բոլորը հավասար են օրենքի առաջ, բայց ոմանք ավելի հավասար են։ Ընդդիմադիր երկու խմբակցություններն այսօր չեն վերադարձել նիստերի դահլիճ ու չնայած ուժեղ Հայաստան խմբակցությունն ամբողջ կազմով բակ է իջել, ոչ ոք չի լքել խորհրդարանի տարածքը անհրաժեշտության դեպքում քվեարկությանը մասնակցելու համար։ Թերեզա Կադաևչյան, Նորայր Շարբաթյան, Գագիկ Տերղազարյան, Հայլուշ։